Էծապտուգել կա քիշմիշել կա սև եւ սպիտակ քիշմիշ։ Այո, ես եմ Բեջանում։ Ռազմիկ Սիմոնյանը բոլոր եղեգնավանցիների նման պատրաստ է հյուրասիրել առաջին իսկ պատահած հյուրին, իր աճեցրած սեղանի խաղողն է, մշակում է նաև այլ սորտեր, հանձնում մթերող կազմակերպություններին, ասում է շատ ցածր գնով են ընդունում, բայց գոնե մթերում են, կամ պտուղ բանջարեղենի տեսակներ, որոնք չեն իրացվում, կամ շատ ավելի մեծ դժվարությամբ են վաճառվում։ Յոացում տվել են հողին, հետ քաշում։ Հետո տեխնիկան եկա փողան ուզում ջուրը ոսկու գնի, ոչ թե ջրի։ Ռազմիկ Պապը նախիջևանցի է, ընդհանրապես այս բնակավայրում շատ են նրա հայրենակիցները, 1988-89 թվականներին Նախիջևանից եւ Ադրբեջանի տարբեր շրջաններից գաղթել է ավելի քան 2500 հայ, հիմնականում այստեղ զբաղվում են այգեգործությամբ, միայն խաղողի այգիները 90 հեկտար տարածք է կազմում, որտեղից մոտ 2400 տոննա բերք է ստացվում։ Ոռոգման եւ խմելու ջուր ունեն, սակայն խնդիրներ են առաջանում ամռան ամիսներին։ Ծանր աշխատանքից չեն խորշում, բայց վերջնարդյունքը չի գոհացնում։ Իրենց չարչարանքի հետևանքով բարձրաձայնում են, որ շատ ցածր է գինը, սակայն հարմարվում են պայմաններին եւ հանձնում են գործարաններին։ Ինչ գնով մոտավոր։ Այս տարի մոտավոր գինը 140 դրամն է։ Ոմանք հաշվի առնելով խաղողի ցածր գինն ու աշխատանքի բարդությունը քանդում են իրենց այգիները, կերային ու հացահատիկային բույսեր են ցանում։ Ինչպես նշում է Ռուդոլֆ Համբարձումյանը, իր եւ կնոջ տարիքի մարդիկ ի վիճակի չեն ընդարձակ այգիներ մշակել։ Հիմա ես իմը յոնջայր դե այգի քանդել եմ։ Յոնջայա ծորեն են քանում էտա։ Երկուսով մարդուկին չեն կարող արդեն։ Սաղ փողանել տաս բանվորներին տաս բան չմնում տակ գինել է ժանը։ Եղեգնավանը Հայաստանի եզակի այն հեռավոր բնակավայրերից է, որտեղ գյուղամիջյան բոլոր ճանապարհներն ասֆալտապատ են։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված է լուսավորության համակարգով։ Տարիների ընթացքում բնակչության թիվը նվազել է։ Ալիսա Մուրադյանի տեղեկացմամբ այժմ Եղեգնավանում բնակվում է 1521 մարդ։ Դպրոցում աշակերտների թիվը մոտ 250-ն են, ունենք մշակույթի տուն եւ մանկապարտեզ, սակայն մանկապարտեզը դեռ գործում է դպրոցի մասնաշենքում, քանի որ չունենք հիմնական շենք։ Մուրադյանի խոսքով մոտ ապագայում բնակավայրը նաև նախակրթարան կունենա։ Այստեղ բավականին մեծ թիվ են կազմում 2023 թվականին բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ 110 արցախցի է հաստատվել Եղեգնավանում, ապրում են վարձակալած տներում, փորձում են աշխատանք գտնել եւ ինտեգրվել։ Լքված տներ Եղեգնավանում չկան, հիմնականում արցախցիները բնակվում են Վարձով։ Կան արցախցիներ, որ մշակում են հող, աջակցություններ լինում են, պետական ծրագրեր լինում են, ինչպես նաև մասնավոր ինչ-որ անհատներ, կազմակերպություններ, ովքեր որ աջակցում են։ Կարեն Ցականյանն ապրել է Քարվաճառում, մասնագիտությամբ զոդող է, Արցախում վերջին տարիներին զինծառայության է անցել։ Վաղուց է ծանոթ եղել այս գյուղին եւ տեղահանումից հետո որոշել է հաստատվել Եղեգնավանում։ Հարմարվել է, բայց հող չի կարողանում մշակել, առողջական խնդիրներ ունի։ Ստեվանդությունը նեղում է։ Թոշակով եք։ Չէ, թոշակել չեն տալի, ինսուլտ եմ տարել, բայց ասում են էտի քիչ է, դե ոտը կտրած լինի գլխիդ կեսը չլինի։ Եղեգնավանցիները նաև հարևան Լուսառատ, Նոյակերտ եւ այլ գյուղերի բնակիչները ապրում են նույն խնդիրներով, հաղթահարում նույն դժվարությունները, բերքը իրացնում նույն գործարանում, վարկերն էլ փակում նույն բանկերում եւ շարունակում են արարատյան մայր հողը մշակել, ամեն տարի ավելի լավ արդյունք ստանալու հույսով։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Արարատի մարզ, գյուղ Եղեգնավան։